Ես էլ իմ խոսքը կասեմ, որից հետո մասնակիցներով կներկայացնենք ով ինչի համար է ստացել ու կլսենք արդեն ձեր հարցերը, որին կպատասխանենք։ Նախ սկսեմ նրանից, ինչի համար ենք եկել այս եզրահանգմանը, ինչու այսքան տարի հետո։ Հայաստանի երրորդ հանրապետությունը հռչակվեց ազատագրական պայքարի գաղափարական հիմքով, որին արդյունքում էլ 30 տարի շարունակ տարածաշրջանում ունեցել ենք թե քաղաքական, թե ռազմական, ինչու ոչ նաև աշխարհաքաղաքական ազդեցություն, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո մենք սկսեցինք պարբերաբար զիջել թե տարածքային, թե արժեքային ամբողջ համակարգը։ Եվ դրանով այդ փաստաթղթի ստորագրումով ամեն ինչ չվերջացավ, այլ սկսեցին հրաժարվել պայքարի ձևերից, ամենացավալին այն է, որ սկսեցին հրաժարվել մեր ինքնությունից, ազատությունից եւ պայքարելու իրավունքից։ Դրա պատճառով է, որ այսօր այստեղ ես իմ մարտական ընկերների հետ եկել ենք ի նշան բողոքի ձայն բարձրացնելու, դրա միջոցն է մեր մեդալները եւ շքանշանները ետ վերադարձնելը ու ասել, որ այս քաղաքական իշխանությունը զբաղված է ապազգային եւ ապահայկական գործունեությամբ, որի վառ վկայությունն է մեր պետականության ապամոնտաժումը իրենց կողմից։ Հիմա առաջինը ես կներկայացնեմ իմ պարգևները։ Սա Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալ է, որը ստացել եմ 2012 թվականին ժամկետային ծառայության ժամանակ միջդիրքային հատվածում հակառակորդի սպային մահացու վիրավորում հասցնելու համար պարգևատրվել եմ ՊՆ նախարարի կողմից։ Դրաստամատ Կանայանի գերատեսչական մեդալը ստացել եմ 2016 թվականին քառօրյա պատերազմին կամավոր մասնակցելու համար նորից պաշտպանության նախարարի կողմից։ Մարտական ծառայության մեդալը ստացել եմ նորից կամավորական հիմունքներով Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից լինելու համար Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից։ Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանը ստացել եմ Արցախի նախագահի կողմից նորից 44-օրյա պատերազմին մասնակցելու համար։ Ամենաանհասկանալի մեդալն է։ Համագործակցության համար մեդալը ստացել եմ 22 թվականին Արցախից գալու եւ ջերմուկյան դեպքերին մասնակցելու համար ՊՆ նախարարի կողմից։ Այսքան էլ երևի կամավոր Այսինքն դուք հենց կառավարություն եք բերել, որովհետև ձեր նշված քաղաքականության պատասխանատուն հենց Փաշինյանն է, ոչ թե այն անձիկ, ովքեր ձեզ այս մեդալները տվել են։ Ոչ, ես չեմ ասում մեդալները թե ինչի համար։ Ինչու կառավարության, որովհետև պատասխանատուն կառավարությունն է եւ իշխող քաղաքական ուժը, քանի որ քաղաքական ուժի վերևում գտնվող ասել Գեղամ Մանուկյանի շեֆը Նիկոլ Փաշինյանը իրանց քանի քաղաքական արտահայտություն արել է, այդքան մենք տարածքային կորուստներ եւ զոհեր ենք ունեցել։ Դա սկսվել է այն դեպքից, երբ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հայտարարեց, որ Հայաստանը Արցախ է եւ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Արդյունքում ունեցան 44-օրյա պատերազմը, տարածքային կորուստներ եւ 4000 զոհ։ Հաջորդը եղավ այն գիծը, որ ասեց, ինչ է լինի, մենք մեզ պարտված չենք համարի, բայց այդ արժե համակարգի պղծումը ինքը սկսեց։ Մյուսը այն էր, որ ասեց, միջանցք չի լինելու եւ դա մեր համար կարմիր գիծ է, ու այսօր արդեն քննարկվում է մեր ինքնիշխան տարածքով
հակառակորդ պետության մեքենաների ճանապարհ տրամադրելը եւ խոսում է իրական Հայաստան տերմինից, ուզում եմ հիշեցնել, որ իր այսպես ասած իրական Հայաստանի սուվերեն տարածքում էր, երբ 2022 թվականին մարտական դիրքում հայկին խեղվեց, ինչպես նաև ծնկի եկած անզեն 18-ամյա զինվոր զինծառայողներ գնդակահարվեցին, այդ էլի նույն իրական Հայաստան ասած Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մարտական դիրքերում էր, որտեղ հակառակորդը առաջ խաղացում է գրանցել եւ հասել ջերմուկի մատույցներին։ Դա ինչու համար եմ շեշտում 18 տարեկան զինվորները, որովհետեւ ինքը նոր թեզ է առաջ բերել, որ չպետք է մեր 18 տարեկան երեխաները դիրքում կանգնեն, նախ երեխաներ չեն, երբ որ համազգեստ են կրում, արդեն դառնում են հայրենիքի պաշտպան զինվոր են նրանք։ Այդ 22 թվականի սեպտեմբերի 13-ի զոհվածների հիշատակի օրը, երբ նրանք ֆեստիվալ անցկացրեցին անտեսելով զոհերի հիշատակը, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին չհիշեցին Արցախի հայաթափման գործընթացի մեկնարկը, որին ես ներկա եմ եղել եւ մինչեւ վերջին օրը պայքարել եմ Արցախի անկախության համար, ու ես այդ ազատության կորուստը զգացել եմ, երբ գլխիկոր դուրս եմ եկել Բերձորի անցակետից, այս պատմությունը կոպիտ ասած մի անգամ արդեն տեսել եմ եւ չեմ ուզում, որ դա կրկնվի, ու պայքարելու ենք, ես եւ իմ ընկերները մինչեւ վերջ պայքարելու ենք ու հասնենք նրան, որպեսզի հային ու Հայաստանին վերադարձնենք արժանապատվությունը, պայքարելու ոգին։ Սահմանազատման գործընթացների ժամանակահատվածում բավականին ակտիվ էիք եւ այն ժամանակ ձեր նկատմամբ նույնիսկ քրեական գործ էր, հա, հարուցվել։ Հիմա խոսեմ դրա մասին։ Ինչի համար եմ ընտրել այս պայքարի միջոցը, որովհետև ես եւ իմ ընկերները չենք ուզում մեր սերունդներին ու Հայաստանի Հանրապետությանը հայ ժողովրդին, ոչ թե ասել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ժողովրդին, այլ հայ ժողովրդին, թողնել նրա ստորագրած ստորացուցիչ փաստաթուղթը, այլ ուզում ենք ժառանգություն թողնել մի արժե համակարգ, որին մեր սերունդները, որի համար նորից այս պայքարի ձևը լավ որից չի, որ ընտրել ենք, որ մենք հրաժարվում ենք մեր ամենաթանկից, մեր ձեռք բերածից, ինչի համար զոհվել են նաև հազարավոր մարդիկ, դրանց թվում նաև իմ մարտական ընկերները, որոնցից 6-ը միայն Արցախի հերոս են եղել։ Անցած տարի միակողմանի սահմանազատման եւ գյուղերի զիջման համար պայքարին ես եւս եղել եմ նոյեմբերյանի շրջանում։ Խաղաղ ակցիայի ժամանակ սադրանքին հետևանքով ազատազրկվել եմ 1 ամսով։ Հիմա մենք ընտրել ենք այս միջոցը պայքարի ուղի ու սա շարունակական է լինելու եւ մենք ետ չենք կանգնելու մեր դիրքորոշումից։